նրանք զարմանքով են արձանագրելու, որ իրենց քվեարկությունը բան որոշում է, քաղաքացու քվեարկությունը բան է որոշում, սա ընդհանրապես նոր զգացողություն է լինելու նրանց համար։ Իրենց հարևաններին հարցնելու են, բարեկա ասել են այդ լուրջ եք ասում, մենք կարանք ոնց ուզենք տենց քվեարկենք, ոնց ուզենք, բա ոնց ԱԱԾ-ն մեր քվեարկության արդյունքները չի իմանալու, մենք ոնց քվեարկեցինք եւ կապ չունի ոնց քվեարկեցինք, մեր քվեարկությունը բան որոշելու է, ընդհանրապես որևէ բան որոշելու է, նրանք զարմանքով են արձանագրելու, որ քաղաքացին բան որոշում է ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում եւ արդեն ինձ ամեն ինչ գլխից որոշված չէ եւ նրանք գնալու են մտնեն տեղամաս, նրանք ովքեր պետքա գնան տեղամաս եւ նրանք ընտրելու են երկու բանի միջև, նրանք ընտրելու են Հայաստանը պետք է լինի Նիժնի Տապրի գյուղ, թե Հայաստանը պետք է լինի Հայաստանի Հանրապետություն։ Ես կարծում եմ, որ բոլոր դեպքերում ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը այս ընտրությունների արդյունքներով լինելու է Հայաստանի Հանրապետություն։ Եվ կարծում եմ նրանք տեսնելու են, որ Հայաստանի Հանրապետությունում կա մի մեծ շարժում, մի մեծ տրամաբանություն, մի մեծ տրամադրություն, որը խոսում է հետևյալի մասին, որ Հայաստանի Հանրապետության հպարտ արժանապատիվ պետականատեր քաղաքացին 2026 թվականի հունիսի 7-ին գնալու է ընտրական տեղամաս եւ տեր է կանգնելու պետությանը, տեր է կանգնելու անկախությանը, տեր է կանգնելու ապագային եւ տեր է կանգնելու խաղաղությանը եւ ինչքան շատ կան մարդիկ, որոնք համոզված են, որ Հայաստանը պետքա դարձնել Նիժնի Տապրի, այնքան ավելի շատ են լինելու այն քաղաքացիները, որոնք ոչ են ասելու սրան եւ գնալու են ընտրական տեղամասեր եւ տեր են կանգնելու խաղաղությանը, պետությանը գործելով հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։